Ես էլ ասում եմ չի քաղաքականապես չի տրակելու։ Հələ մի հատ է վաղ որ դուք հենց իշխանության ելնեք։ Նաև բանը օրենքի տեսանկյունից չեք կարողանալու իրան տրակած։ Այդ ձևով ինքը կոչնի դուսա։ Вообще տրակելու խոսքը չի գնում։ Ոնց որ ինքը որտեղ օրենք է խախտել եւ ինչ Էդի ինչ է նշանակել լավ ասենք գնացին սահմանադրական դատան ասեցին ոյ այս սահմանության այս կետը լավ չի կատարել խախտել եմ ինչ գնանես դատական process Մի ով ասե ինչ ասես այդ կետը խախտելու բանը որն է իրավական հետևանքը որն է կոմիտետի որոշ դա impeachment-ի հիմք է որտեղ գնա դատախազություն ընկեր դու դատախազություն դու որոշեն ընկեր ինչ ես ինձնից ուզում Բայց ով է քեզնից ինչ-որ բան ուզում Սկզբում համարում ես որ քեզնից ինչ-որ բան ուզում հետո մնաց Եկել սահմանությունը խախտել ման պետությունը ախպեր ռուսների ձեռից փրկե տվել եմ զատ բան եկել են բան նախադասությունների բաներն են մեջ բերում Ինչ Նայ դու պետական պաշտոնյա չես աշխատել չէ երբևէ Իհարկե ոչ Դրա համար չես տիրապետում սահմանադրականության հիմունքներին, օրենքներին եւ օրինականության սկզբունքներին։ Պարտավորել չես, պարտավորս իմանալ մենակ մի բան, որ դու որպես քաղաքացի պետք է վճարես հարկեր։ Չէ։ Վճարի պարտավորես կատարել միայն Այն, այսինքն կարող ես կատարել այն ամենը, ինչ օրենքով արգելված չի։ Դու որպես քաղաքացի։ Հակառակ կողմը պետական պաշտոնյան, քանի որ ինքը տիրապետում է իշխանության լծակին, հա? Եվ այդ տիրապետմանը որպես հակակշիռ սահմանված է, որ ինքը կարող է անի միայն այն, ինչին օրենքով ուղղակի կերպով լիազորված է։ Դրանով են դրվում եւ հավասարակշռվում իրավունքները եւ լիազորությունները հիմա երբ որ դու ասում ես որ պետական քաղաքականությունը ինքը վարում էսպիսով հա անելով կամ չանելով այն ինչի համար ինքը ուղղակի կերպով լիազորված է դա հակառակը գնում հենց սահմանադրականությանը Հենց պետականության եւ պետության հիմքերի եւ հիմունքների կամայական մեկնաբանելով օրենքը սահմանությունը եւ օրենքը իշխանություն չէ կամայական էս մեկնաբանը դու չէ իշխանությունը մախբեր այո կամայական մեկնաբանելով դա պատճառաբանելով գետները Գնացեք մեկնաբանեք դա ես 2.5 միլիոն մարդու կյանքի հետ պատասխանատվություն եմ կրում դու եկել ես ինձ ասում ես ընդ 2 տառ ընդ կարայր կառավարության ղեկավարը ուզում եմ իմանալ վարկեցիք կառավարության ղեկավարը 2.5 միլիոն մարդու կյանքի պատասխանատվություն չի կրում կառավարության ղեկավարը պատասխանատվություն է կրում օրենքով իրեն լիազորված գործողությունների ամբողջական եւ լրիվ կատարման համար։ Իսկ այն գործողությունները իրավիճակներ կա ինչ անում։ Ասենք օրինակի համար ախպեր սահմանադրությունը ինձ ասում է անգեր պետության անվտանգությունը ապահովի, ասում է ախպեր։ Ինչ որ կետում ասում։ Ախպեր։ Մյուս կետում է ասում է որ վրա հարձակվել է, սահմանությունը պետության անվտանգության, սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության ֆիզիկական ժողովրդի ֆիզիկական բնակչության ֆիզիկական անվտանգության պարտականությունը դրել է զինված ուժերի վրա հա
Կառավարությունը ավելի շուտ կառավարության ղեկավարը զինված ուժերի գլխավոր հրամանատարություն ստանձնում է միայն պատերազմի ժամանակ, հա? Այլ պարագայում ինքը դրա պատասխանատվություն չունի։ Ինքը պատասխանատվություն ունի օրինակ զորահավաքային պլանների, հա? Ռազմական դրություն հայտարարելու եւ մնացած ամեն ինչի վերաբերյալ, բայց պարտականություն ունի սահմանադրական այլ մարմին, զինված ուժերը չի կարող իրեն վերագրել մի բան, որևէ մեկը, որի համար սահմանությամբ եւ օրենքներով լիազորված չի։ Այլապես դա կոչվում է իշխանության յուրացում եւ սահմանադրական կարգի տապալում։ Ոչ։ Այո, որովհետեւ ախպերս դու Ապա մի հատ բան ասեմ։ այն ինչի համար Ձեր զրույցի հետ մի հատ բան։ այն ինչի համար դու ուղղակի օրենքով եւ սահմանությամբ լիազորված չես։ Եվ դրա համար վերցնում գիտեք որն է, որ երկուսը դեռ ճիշտ է ու ինչի, որտեվ ինքը իշխանության է, ինքը ճիշտ է, խոշոր հաշվով այդ բաները իր վրա է թողած, ինքը կոպիտ ասած դրա համար դրա տակից դուրս է գալիս։ Բայց որ պահին դու դառար իշխանություն, ոսկի իր հերը կարաս անիծես, ես համաձայն եմ։ Բոլոր հիմքերը։ Ուրեմն եթե որ քանի որ դրա համար մեր համակարգը նենց է կառուցված, որ կոպիտ ասած այդ սահմանադրության այդ կետը խախտել չխախտելու, այդ որ ասում ենք մեկը ինչ ուզում ես ասա, պետք է սանկցիա կիրառվի։ Իսկ սանկցիա փաստացի կիրառողը ինքն է, որը չի կիրառում կոպիտ ասած։ Ժողովուրդն էլ կամ քաղաքական ուժերում, ապա ինչ վերջացնում։ Բոլորն էլ չունեն հավաքական այնքան ուժ, որ ստիպեն, որ դա ինչ որ քաղաքական հետևանք կրի իր այդ գործողությունը։ Որովհետև ես քաղաքականապես տեղավորցրել եմ, կարացել եմ նենց անել, որ չլինի որորը եկավ իշխանության։ Պրիտոմ, եթե դու գաս իշխանության դատելնի, եթե եկավ իշխանության պայմանական ասած ինչ որ ասենք նենց մի հատ որոք է, կոնգրեսը ինքը հանձնեց իշխանությունը, ասենք ինչ որ Նիկոլայևս ինչ է ախպեր, չէ՞։ Նորմալ քաղաքական ուժ է պայմանական ասած, բայց ինքը այդ քո կարծիքները այդպես չի կիսում, էլի դախազեիթ ուզետ։ Մեկը այդ ոչ մի չես չի լինելու։ Միակ ձևը այն է, որ դու, պրիտոմ ասենք օրինակ եթե այսօրվա քաղաքական դաշտ ունես նա, ոսկե չգիտեմ, ասենք ուժեղ Հայաստանը պայմանական եկավ, իսկ թվում է էլիտե բան չի փոխվելու։ Ասենք ուրիշ թեմաներով են իրան փորձելու ճնշեն։ Որ եկավ իշխանության խոսքի Քոչարյանը, դու բան, հա, դա դրա հետևից կեթա խոսքի Դիտո դա ուրիշ խնդրեմ առաջանալու, դուք դա հակնելու եք սահմանադրական դատարանի հետ, որը արդեն Իրանն է, ոնց որ են Քոչարյանի վախտել, այդ իր Նիկոլինը չէր, էլի մի հատ բան եք ուղարկելու, ու դե եզրակացությունա տալու, դեռ այդ գործը կարճվի։ Ու պրիտոմ դուք քաղաքական մոտիվացիա եք ունենալու դա անելու, որովհետև օրինակ Քոչարյանի գալու դեպքում իր մոտիվացիան այն է անելու, որ կարողանա հիմնավորի, որ ապա Քոչարյանը չի կարողանալու Քոչարյանը հանելու է, ապա Քոչարյանը Նիկոլի քթից հանելու է։ Չէ, բայց այդ կետով ոնց որ Նիկոլը Քոչարյանի քթից չկարողացավ անի, որովհետև ի վերջո սենց հարցերը ինջոգելով ուղարկվելու է սահմանադրական դատարան, իսկ սահմանադրական դատարանը, եթե բան որոշեց, դա անխախտելի, վերջնական մի հատ բան է, դրան ոչ մեկ չի կարող։ Չէ՞, կոպիտ ասած, եթե կարելի է սահմանադրությունը մեկնաբանել, ապա պետք է մենակ սահմանադրական դատարանն է։ Կարում դա ասել, որ էսի սենց է, հիմա այն սահմանադրական դատարանը, որը 26 տվին Քոչարյանը եկավ իշխանության նամակ գրեց սահմանադրական դատարանի, մեկնաբանում են, որ սա տոշտի է եղել։ Ոնց որ եղավ այն ժամանակ, երբ որ ինչ քրեականը հոդվածը Ախպեր հոդվածը կդնեն վերջում այդ հիմքով կկարճեն, ոնց որ բանը Քոչարյանի վրա մարտի 1-ի հոդվածը դրին։ Այն հիմքով կարճեցին, նույն տրամաբանությամբ հակառակ բանը կլինի։ Հիմա իմ ասած այն է, որ ոնց որ մենք հավատում ենք ախպեր ձեզ, որ սահմանադրությունը դա անգնահատելի իմպերատիվ բնույթի կետերով ֆլան ֆստանը։ Ախպեր, բայց հողի վրա մեկը ինչ ուզում եք ասեք, դա մարտիկ կան, չէ՞ դրա կիրառող։ Հիմա այդ գործիքները կոնկրետ մարդկանց ձեռում են։ Ինչ ուզում եք խոսացեք։ Հիմա իրա ձեռն է այդ գործիքը ախպեր։ Դուք էլ, մենք էլ իրար հետ այդքան չկանք, որ իրան ելնենք ասենք ախպեր, չէ, աշխատցրա սահմանադրությունը։ Չի կարելի, պետք է աշխատի։ Այդ քո ասած ժամանակ, հենց քո ասած ժամանակ։ Քանի մարդ էլ է, ասում ռազմական դրություն հայտարարի։ Քանի հոգի մարդ կա։ Հետոները գնացել էին կռիվ, հետոները գնացել էին կռիվ։ Գնացողներն էլ առանց դրա են գնացել։ Բայց, չէ, ռազմական դրության հետ կապված ասողները եւ բանալնոտ պահանջողները եղել են։
Չէ, եկել է ճիշտ է։ Վստահաբար եղել են։ Ապա ռազմական մի հատ բան եմ հիշում։ Ախպեր եղել են, հա, եղել են։ Բայց դա հանրային ճնշում չի եղել։ Խոսքի իրանցը հանձնելը հանրային ճնշում է եղել։ Սաղը դիտել չի եղել։ Խոսքի իրանցի այդ դեպքերի ժամանակ լիքը մարդ հավաքվել էր, հելել էր բաներ անում։ Այդ ժամանակ ոչ մի ճնշում չի եղել, ախպեր։ Ճնշում չի։ Այ 5 հոգի խոսացել է խոսքի, հա, մեկը ես էլ իդեպ որ ոմայի բանային անում որ այդքան ասում եք քանի ռազմական դրություն չի հայտարարվել, չգնաք, ես դեմ եմ։ Դες բան ասել եմ, բայց եթե ասել եմ 20 հոգու մեջ ասել։ Հա, որովհետև այլ պարագայում դու հայտնվում ես ֆորմով միտեղ, որտեղ դու գնացել ես իդեպ ուր այդ ջերմական դեպքը։ ես ուրիշ տեղ եղբայր, ես Վարդենիսում էի իմ կռիվը անում։ Հա, այսինքն դու առանց ռազմական դրության գնացել ես դիրքեր, Չէ, ես 3 ամիս Ավշոտ դու Նիկոլ իրար հետ պետք է։ Չէ, ես 2 ամիս Ստոպ, ես 2 ամիս պաշտոնական բանով հանձնարարությամբ իմ գործը անում եմ ուրիշ տեղ։ Հասկացա, հիմա մի հատ բան եմ քեզ ասում։ Ես ոչ Այդ զորակ ժամանակ երբ որ բան ռազմական դրություն չի հայտարարել, ինչ որ մարտիկ հայտնվել էին բանում։ Այո։ Ինչ որ տերը զենքով զրահով ֆլանֆստան, իրանք է պետք է դատվեն ախպեր։ Եթե իրանք գնացել են կամավոր համալրել են, Հա։ զորքը, Չկա դա օրենք բան, չէ՞։ կա։ Ոնց է կոչվում։ Պայմանագիր ենք ընկեց։ Պետք է- Պայմանագրային ենք։ Պայմանագրերի գնացել կամ Զենքի կամ բանի կամ զինված ուժերի հրամանատարության հետ զենք տվել, այդ եկած նաև Պետությունը չէ, դա հետ հիմա պայմանագիր ենք ընկել տվել է։ ես էլ պայմանագիր չկնքա։ Պայմանագիր ենք ընկել զենքա տվել։ Սեպտեմբերի 15-ին զենք եմ ստացել։ Հա լավ, այդ մարտը չէ։ Ես էլ պայմանագիր չկնքա, զենք եմ ստացել, դիրքերում չլինելով։ Ստե, այդ ամեն ինչը էական է, երբ որ դրա արդյունքում ինչ որ սանկցիա կարող է կիրառվի։ Հիմա մոտավորապես քաղաքական իրավիճակը նենց է, ինձ թվում է, որ նույնիսկ 26 թվին, երբ որ ինքի իշխանությունը կորցնի պայմանական կամ 31 թվին, մեկ այդ սանկցիան կիրառելու հիմքեր լինի չլինի, եթե այդ հարցը վերջում էթալու է մի հատ սահմանական դատարանին հարցնեն, ես թե ինչ անենք, սահմանական դատարանը ասի ոչ մի բան, սաղ տոշնի է։ Ալնելու է սաղ տոշնի։ Քրեական օրենսգրքով նախատեսված հոդվածներ կան։ Իշխանության յուրացնելու կամ իշխանության յուրացման փորձը։ Չէ, դա այդ հոդվածով է, թե սահմանադրությունը տապալելու կարգը։ Սահմանադրական կարգի տապալումը, որը 301-րդ հոդվածը որ գնաց Այդ ալնելու։ Չէ, Բա ո՞րն է ալնելու։ իշխանության յուրացումը կամ Ինչ իշխանության յուրացում փորձը։ Մարդը զուտ այդ կարգն է տապալում։ Հիմա Բագրատ Սրբազանը գիտես ինչ հոդվածում են դատում։ Երկու հոդվածը ահաբեկչության նախապատասխանում եւ իշխանության յուրացման փորձ։ Ախպեր Նիկոլ Փաշինյանը եթե ունի իշխանություն։ Չեն հանե ահաբեկչություն։ Ախպեր ոչ մի բան Նիկոլ Փաշինյանը եթե ունի իշխանություն, այդ օրը ունեցել է իշխանություն։ Էլ իշխանության յուրացման Բացարձակ չի այդ իշխանությունը։ Ախպեր հասկացան բացարձակ չի։ Նայ Չի կարող իշխանության իշխանությունը կոնկրետ այդ кейսով չի կարող այդ։ Ուրեմն իշխանության Այդ кейսով պետք է դնի որ սահմանական կարգա տապալ է, այդ էլ այդ հայտնի 301 հոդվածն է, այդ 301 հոդվածով ոնց որ Քոչարյանը արտարացվեց, այդպես Նիկոլն արտարացվելու։ Ինչ է իշխանության յուրացումը չի տարբերվում, իշխանության յուրացումը նույն սիտուացիան է ախպեր։ Սահմանական դատարանը է դի գնալու, սահմանական դատարանը ասելու է պրոբլեմ չէ տենում։ Ինչի՞ չէ։ Ախպեր իրենց էլի Հայաստանում մարդու sense չեն ասում, չէ, այս օրենքը խախտել է, միանգամից նստի։ Պրոցես է, չէ։ Այսինքն դատավոր կա։ Հիմա կոնկրետ այդ հոդվածի մասով պետք է սահմանական դատարանից եզրակացություն ուզեն, չէ։ Բայց Ոնց պարտադիր չի։ Ձև չունեն Չէ, պարտադիր չի, Եզրակացություն ոչ թե այդ մերսագրվող արարքները արելա թե չի արել, այլ այդ հոդվածը սահմանադրականը թե չէ։ Քոչարյանի պարագայում այդ հոդվածը ճանաչվել։ Քոչարյանն այդ օրենքի տակ ստորագրել։ Քրեական օրենսգրքի նոր ընդունված։ Այդ հոդվածը սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական։ Հասկացա։ Ահա, հիմա այս մի հոդվածն էլ է հակասահմանադրական, ասում է։ Բայց օքի պրինցիպին ես համաձայն եմ։ Պրինցիպին համաձայն Ինչ հոդված պետք է ասեք կճանաչի։ Քո ասածը եւ Ժորժան, սահմանադրության մեջ գրած չի, մի հատ կանել եք, էլի։ Սահմանադրության մեջ գրած չի, որ ինքը պետք է դրա խաթր նստի։ Եթե դա գրած է նստի, գրած է X մի տեղ, ճիշտ է։ Այո, քրեական։ Ահա, հիմա այդ X մի տեղը կասեն ընկեր, դες բան չէի կարա գրել, որտեվ այդ մարդը ախպեր չի տապալ է կարգը, ինչ եք ուզում ընկեր։ Բայց հիմա ինչ տարբերություն կա, նստի թե չի։ Խոսքը սահմանադրական կարգի Ախպեր տապալն հիմա ասած է հետևյալն է, դուք խոսում եք, որ էդի նենց մի բան է, որ դե հեսա կտան կչախենք, բան կլինի։ Ինչ կլինի։ Նիկոլը տենց կտրակի։ Ես էլ ասում եմ ընկեր։ Չէ, ես ինչի քաղաքականապես չի տրակելու։ Հələ մի հատ է
վաղ որ դուք հենց իշխանության ելնեք, նաև բանը օրենքի տեսանկյունից չեք կարողանալ իրան տարածել։ Այդ ձևով էլի կոստիտուցիա։ Вообще տարակելու խոսքը չի գնում սահմանական կարգի տապալման, խոսքը գնում է իշխանության յուրացման մասին։ Ասպեր ի՞նչն է յուրացել։